Քարոշչակագործությունը ինձ համար երազանքներից մեկն է։ Որոշել էի գնալ Երևանում աշխատել, բայց հետո հնարավորություն եղավ եւ մեր հայրենի գյուղում ես սկսեցի աշխատել։ Ես Գյումրեցի եմ, շատ լավ թխում եմ մեր Գյումրեվա ավանդական գաթան, փախլավան, իսկ հիմա այս արտադրամասում ինչեր ենք թխում, քիթիս տորտեր, մասիպանով, դարչինով, իմբյուրով։ Այս համեղ գործի գաղափարը դեռևս ծնվել էր COVID-ի տարիներին, բայց գործունեություն ծավալելու հնարավորություններ չկային։ 2021 թվականին մասնակցեցի կառավարության ընձեռած 19-րդ միջոցառում ծրագրին, ստացա էժան վարկավորմամբ ֆինանսավորում եւ 2021 թվականի դեկտեմբերից մենք արդեն հիմնեցինք փոքրիկ հրուշակագործության արտադրամաս Վարդակար գյուղում։ Դա ընտանեկան բիզնես էր, սկզբից աշխատակիցները 1-2 հոգի էին։ Հենց հիմնադրման օրվանից էլ եւ հետո էլ որ ավելի ընդլայնեցինք արտադրամասը, առաջարկները շատ էին, որ քաղաքում հենց Գյումրիում հիմնեինք, բայց ես սկզբունքորեն ուզում էի, որ անպայման գործունեությունը ծավալվի գյուղական համայնքում, որովհետև գյուղում ոչ մի արտադրություն չկար, ոչ մի բիզնես չկար եւ ինձ շատ էր մտահոգում, որ գյուղական համայնքում զարգացում չկա, ինձ հնարավորություն էր ընձեռված մի փոքր դումա ներդնել այդ առումով, որ գյուղում ստեղծեի աշխատատեղեր եւ գյուղի այն կանայք, ովքեր տանը նստած էին, գային աշխատանքի, տանից դուրս գային։ 6 ամիսը մեր գործունեությունը շարունակում ենք Շիրակի մարզի Նորքյանք գյուղում եւ նոր կյանք ենք տվել Նորքյանք գյուղին։ Մեր գործունեությունը ընդլայնելուն շատ մեծ ներդրում ունեցավ Արաքած Հովիտ կազմակերպությունը, որ մեր համագործակցության արդյունքում մենք ունեցանք ավելի ընդարձակ, լուսավոր, կահավորված արտադրամաս, մենք ավելացրեցինք մեր աշխատատեղերը։ Թեև մասնագիտությամբ լրագրող եմ, բայց սիրում եմ համեղ թխել, պատրաստել, սա իմ հոբին է, ունենք պահանջարկ, դիմում են շատ պատվերներ, առաքումներ կատարում ենք Գյումրիում, Մարալիկում, Արտիկում, հարակից գյուղերում եւ հեռահար նպատակներ կան, նաեւ մարզից դուրս հանել արտադրանքը։ Երբ ես գործը սկսեցի, գյուղում թերահավոտորեն էին վերաբերվում, որ կինը կարող է բիզնես գործունեությամբ զբաղվել, բայց հիմա կարծում եմ, որ այդ կարծրատիպերը կոտրվել են, քանի որ այնպիսի թիմ է հավաքվել եւ այնպիսի կանայք են հավաքվել, ովքեր սարի նման կանգնած են իմ թիկունքին եւ նրանց շնորհիվ նաեւ ես կարողանում եմ առաջ շարժվել։ Մենք միշտ բաց ենք մեր գիտելիքը, մեր հմտությունները կիսել բոլոր ցանկացողների հետ, հիմնել ենք ուսումնական մաս, սովորեցնում ենք հրուշակագործություն, ֆուրշետ, երիտասարդ աղջիկների համար այդ ամենը մենք անում ենք անվճար, որպեսզի նրանց մոտ սեր սերմանենք դեպի հրուշակագործությունը։ Մենք մի կարևոր հարց ենք լուծում նաև այս ուսումնական մասով, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են մեր արտադրամասում աշխատել կամ կվերապատրաստվեն, վերապատրաստվելուց հետո հնարավորություն կունենան նաև աշխատել արտադրամասում։ Երբ ես նոր էի սկսում, ես պատկերացնում էի, որ ես պետք է առաջ գնամ եւ ամեն ինչ անեմ, որ ամուր կանգնեմ ոտքերի վրա։ Այս հաջողությունից ողջավորված մի հետաքրքիր գաղափար էլ կա, որ ուզում եմ անպայման իրականացնել։ Ունենք գեղեցիկ կանաչապատ տարածք, ուզում ենք դա հյուրընկալ մի անկյուն դարձնել, այստեղ թեյախմություններ կազմակերպել, տեսականուն ծանոթացնել, նաեւ հնարավորություն ունենան մատուցելու հայկական ավանդական աղանդերներ։